երբ որ Պետրոսն ասաց. «Տեր, ով կարա փրկվի»։ Անից բաներ ես ասում։ Մարդը կարանա փրկվի։ Ասաց Պետրոս ջան, այն ինչը մարդու համար անհնարին է, Աստծո համար հնարավոր է։ Դու քաղաքում կլինես, թե գյուղում կլինես, Լաս Վեգասում կապրես, կամ Հոլիվուդում կապրես, աստղաշատ քաղաքներում կապրես, սակայն ոչ մի բան քեզ չի կարողանա Հիսուսից տարանջատել, հեռացնել, եթե քո սիրտը ուզում է Հիսուսին, եթե քո սիրտը հարում է Հիսուսին, եթե դու Հիսուսի հետ ես։ Անկամ եթե դժոխային պայմանների մեջ կամ դժոխային կարգավիճակում ապրես, քեզ համար տվյալ հատվածում դու քեզ կզգաս դրախտում, որովհետև Հիսուսն է քեզ հետ։ Քո համար խնդիր չի լինի։ Իսկ դժվարությունը, հեշտությունը դա արդեն Աստված է որոշում եւ Աստծուն ես դու տալի։ Եթե Աստված քեզ հետ է, դու բոլոր տեղերում քեզ դրախտում ես զգում։ Դու քեզ Աստծո մեջ ես զգում։ Բացի դրախտում զգալը, լավ զգալը, դու Աստծո մեջ ես զգում եւ Աստվածը քեզ առաջնորդում է։ Դա Աստված չի տանի քեզ դժոխի տեղեր։ Եթե տանել է, դի վրա ծրագրված փորձի քեզ։ Փորձելու համար տանը միած իրեն փորձով անցնես, կրակով անցնես, որ դու պնդվես, ամրապնդվես, թրջվես, որ լավ քրիստոնյա դառնաս, լավ ամուր դառնաս։ Թրջվելուց հետո չես ստուգում անոթ ինչքանով է պինդ, չաքես թե դիմացավ թե չէ, 1100 աստիճան կրակի տակ։ Այնպես որ մարդու համար ամեն բան անկարող է եւ դժվար է, սակայն այն ինչը որ Աստված է անում, Աստծո համար ամեն բան կարելի է, ամեն բան հնարավոր է եւ Աստծո համար անկարելի բան չկա։ Այնպես որ այդպեսի բան է։